Բարեձեզ ժողովուրդ ջան, այսօր եկել ենք էլի տորենտ, այս տորենտը դառել է Հոլիվուդ, սաղ նկարանումները ստեյագնում, այսօր եկել ենք տորենտ էլի, ասма չեն գալիս տորենտ էլի գալիս են կրկին, հետի տորենտի մասին չեր, մի խոսքով, էլի եկել ենք տորենտ, հիմա ինչ ենք անում, եկել ենք ստեղ պայա ենք պատրաստում, պայյան, հազար անգամ ասել եմ, իմացած կլնեք, Վալենսիայի ամենահայտնի ուտելիքն է, պայեյան, հրավիրել ենք մի հատ շատ հայտնի, շատ լավ, շատ թանկարժեք խոհարար, որ այդ պայյան սարքի ամենահայտնի ռեստորաններից մեկի սուշեֆն է, այսինքն շեֆ խոհարարից ներքևը որն է, ես չեմ մի վարքյան շեֆ խոհարարից ներքև չեմ հիշում ոնց է հայերեն, բայց այդտեղ կոչվում է սուշեֆ, մի խոսքով այդ շատ մեծ, շատ հայտնի ռեստորանի, այդ ռեստորան ամեն տարի այդ ռեստորանում պայի է ուտում Իսպանիայի թագավորը, որպես ավանդույթ ամեն տարի գալիս է իր կնոջ հետ ու պայի է ուտում, հիմի այդ ռեստորանի սուշեֆը եկել աստեղ պատրաստի պայեյա։ Օսկար, ¿qué tal? Օսկարն է մեր, իմ լավ ընկերն է, Օսկարը շատ ուժեղ մասնագետ է, հեսա, պատրաստություն ատում, Օսկարի զենքերն ենք մի հատ, դանակները, կուչիոները, Հավաքվել ենք շատ մարդ կա իրականում, շատ մարդիկ կան, բայց այս պայն մենակ ես կերևան, որովհետև իմ ալիքն է, հետո կամաց կնկարենք, ամբողջ պրոցեսը կնկարենք, նայեք, պայայի համար նախատեսված այստեղ արդեն բուլոնն է պայայի լինում, գազի բալոնով, նայեք, ինքը միացված է, գնանք ինչ կլինի վերջում, ինչ կստացվի, որովհետև այս մարդուն ես եմ ոնց որ խորհուրդ տվել, եթե հանդարտված ստացվի, միանգամից կթռնենք, գլխավոր մուտքից դուրս կգանք, կհանդիպենք մի քիչ ավելի ուշ։ Նայեք ժողովուրդ, ուրեմն երկու տեսակի պայա ենք սարքում, հավի ու ծովամթերքներով։ Հավը արդեն դրել է, որովհետև հավի պայա սարքելու ժամանակ հավը շուտ են դնում, որ լինում առանձին, հետո նոր պրոցեսը սկսում են, իսկ ծովամթերքը մի քիչ ավելի արագ է լինում, դրա համար հիմի հավը դրեցինք։ Մեր Օսկարը պրոցեսը սկսել է արդեն։ Մի քիչ չեմ կարող մեկնաբանեմ ստեղ ինչ անեմ, որտեղ շատ չեմ հասկանում ինչ ուզում անի, բայց տեսեք սա էլ ծովամթերքի բուլյոնն է, հավի պայայի մեջ մտնում է հավ ու ճագար, հավի ու ճագարի միս, բայց հետաքրքիր է, որ ռեստորաններ կան, որ ճագարի սիրտը, թոքը ու գլխի մասը չեն օգտագործում, մենակ օգտագործում են իր մյուս մասերը։ Հիմա հերթը արդեն ծովամթերքներին է, այս կալմարն են առաջինը լցնում, մեր Օսկարը կտրտած կալմարները, այլ ինչ ծովամթերքներ ունենք ստեղ։ Ռակի պոչերը, կրիվետկեքի պոչերը մյուսը, հետո, ¿cómo se llama? Calamares. Էլի կալամարա, բայց ուրիշ տեսակի կալամարա ես մեկը։ Տեսեք, ես քանի տեսակի ամբողջ կա լցնենք մեջը։ Սրանք էլ խառն է։ Սրանց մեջ էլ խառը բաներ են։
սառացված են, հետ ենք բերել ջրի տակ, որ հետ գա ու պատրաստենք։ Մի սրանք լցնում։ Քամում է լավ, որ ջուր չլինի, ինչքան չոր լինի, այնքան լավ կամած։ Հավը ստեղ արդեն համայրա պատրաստ է, քիչ է մնում, իսկ ծովամթերքը նոր սկսում ենք։ Ավելացրեց ձետ, հիմա խառնում ենք ծովամթերքը, լավ խառնում ենք ծովամթերքը։ Tu arroz pones así, grueso o fino? Mejor fino. Fino, por eso digo. Sí, fino para que sean así 2-3 arroces así en la tapa, ¿no? Օսկարին հարցեր ենք տալի, հարցակող ենք անում։ Հայավարի չէ, որ մեկը մի բան սարքում է, սաղը սեկել։ Պայան հայկական ծալքում ունի։ Հետո էլ Ինձ ասում են, որ պայան հայկական ծագում ունի, որ հայկական, տոլման պայան, բաստուրման, տոլման պայան, հայկական ավանդական ծագում ունի, ու բան եմ ուզում ցույց տամ, տեսեք միոքի պատրաստում է պայան, 6 հոգի կանգնելա կողքը ուղղություն է ցույց տալիս, թե ոնց պատրաստել այդ պայան, ու միշտ ինչ-որ սխալներ է գտնում, ասում են, սենց չպետք է լիներ, սենց պետք է լիներ, բայց ես մարդը մասնագետ է, էլի ասում։ Նայք։ Հավով պայայի մեջ ավելացվել է գառող, լոբի, կանաչ լոբի, սա Վալենսիանոն է, տեսնում է Վալենսիանոն։ Սա ծովամթերքովն է, բայց էլի ծովամթերքներ պետք է ավելացվեն։ Հիմա տենենք ինչ ալինելու, նայք հավաքվել են մարդիկ, հավաքվել են, որ պայան ուտեն, բայց ասում են ոնց կլինի պայան, ամենապատասխանատու պահը իմ համարը Աստված ջանի, որ լավ չլինի, որ չգիտեմ ինչ ալինելու իմ հետ։ Ժողովուրդ, դրա համար էլ եթե էլ վիդեոներ չլինեն, որովհետև իմացեք, որ պայան լավ չի ստացվել։ Լցրեցինք նաև բուլյոնը լցնելուց հետո մոտորապես երևի աղարեց, բուլյոնը լցնելուց հետո մոտորապես 15 րոպեվա մեջ արդեն պատրաստ լինում։ Ընդհանրապես պայան տարբեր ձևի են անում, եւ սենց են անում, եւ հետո դուխովքի մեջ էլ են դնում ինչ-որ մի պահ վերջի պահը դուխովքի մեջ էլ են դնում, բայց կրակի վրա էլ են անում։ Բայց այս պահին դուխովկա չունենք, կրակ չունենք, այս պահին անում ենք մենակ գազով, որ էլի հույսով ենք շատ լավ կլինի։ Հավն էլ արդեն եղել, հավն էլ հեսա հավի բուլյոնն է կլցնենք։ Նայեք ժողովուրդ ջան, հիմա արդեն ստեղ ունենք երկու խոհարար պարզվում է, մեկը մեր Օսկարն է, հաջորդը մեր Գրիշան։ Գրիշան պարզվում է Գրիշն էլ է խոհարար, Ամերիկայում է աշխատում, Ամերիկայում քանի տարի է աշխատում։ 25 տարի է աշխատում արդեն Ամերիկայում խոհարար, ինչ եք պատրաստում Գրիշ ջան, ինչ-որ հայկական խոհանոց է, թե հայկական խոհանոց է ու սիֆուդային։ Հայկական խոհանոցը ու ծովամթերքները։ Հասկացա, իսկ մի հատ հարց տամ Գրիշ ջան, օրինակ ստեղ ես խոհարար աշխատել եմ, ստեղ խոհարարներին լավ չեն վարձատրում, շատ վատ են նայում ստեղ խոհարարներին, մոտորապես մի 1300-1500 միջին աշխատավարձն է։ Նու Ամերիկայում բնականաբար ավելի շատ կլինի, բայց որպես խոհարար, որպես մասնագիտություն գնահատվում է, վարձատրվում է լավ։ Բարձր է գնահատվում։ Իսկական խոհարի մասին է խոսքը, օգնականի մասին չէ։ Հա, խոհարարի մասին, հա, իսկական խոհարարը լավ գնահատվում է։ Իսկական խոհարարը լավ վարձատրվում է, այսինքն եթե դու խոհարար ես, կարիք չկա մտածես, եթե դու արդեն խոհարար ես, կապ չունի դու
լավ ես պատրաստում, թե վատ, եթե քեզ դրել են արդեն խոհարար, Ուրեմն արդեն լավ ես պատրաստում։ ուրեմն արդեն լավ։ լավ ես Այսինքն չի կարող ինձ լինի, որ դու ասենք լավ պատրաստող չես, քեզ խոհարար դնեն։ Այսինքն քեզ վերապատրաստում են, ինչ որտեղ քեզ վերապատրաստում են, Որ տարիներ է քաշում։ Մենակ խորոված քյաբաբով չի։ որ տարիներ է քաշում, հասկացա, այսինքն պետքա վերապատրաստվի։ Օրինակ, ստեղ ես Շատ է լինում, որ գալիս են, ասում են խորոված քյաբաբ, ուրեմն խոհար է, չէ, տես չի։ եթե խորոված քյաբաբ ես սարքում, ժողովուրդ, եթե խորոված քյաբաբ եք սարքում, այդ դեռ չի նշանակում, որ դու խոհարար եք։ Որը որ ես վերջերս շատ է։ Բայց նա, եթե դու հայկական խոհանոցում ես աշխատում, եթե դու հայի մոտ ես աշխատում, հայկական խոհանոցում ես աշխատում, հնարավոր չի, եթե ինքը խորովածանոց է, դու լավ խորոված ես սարքում, լավ քյաբաբ ես սարքում, հնարավոր չի մտնել այդ աշխատել, եթե դու մենակ այդ ես լավ անում, տան համար սարքել ես ամեն ինչ լավ է, իմի գնում ես Բայց մտնում չեմ ես։ կարծում, որ մենակ խորոված քյաբաբի համար ընտրեն ու ասեն չէ, դու մենակ խորոված քյաբաբ։ Դա շատ քիչ տեղ է։ Այսինքն Որ մենակ խորոված քյաբաբ ես անում։ դու պետք է պրոֆ լինես, այսինքն խոհարար լինես, գրագետ խոհարար լինես, սովորած խոհարար լինես, որ ինչ եմ ասում, Արտադիր չի սովորած, բայց մեծ էքսպերիենս ունենաս տարիների։ տարիների փորձ ունենաս։ Լավ, եթե տարիների փորձ չունես, դու կարողանում ես Ամերիկայում տարիների փորձ չունես, բայց սովորել ես, դու հնարավորություն ունենում ես մտնես աշխատես Ամերիկայում։ Այո։ Իսկ ոնց են քեզ սկզբից դու խոհարարի օգնական ես լինում, հետո Խոհարի օգնական, հետո կամաց-կամաց բարձրանում ես։ հասկացա, ինչ եմ ասում, որովհետև ես խոհարարությունից ընդհանրապես գաղափար չեմ ունեցել, ես մտել եմ մի ռեստորան, այնտեղ ինձ հարցրել են ասեն խոհանոցից Ես պատմել եմ, չգիտեմ, ես պատմությունը մի անգամ պատմել եմ խոհանոցից գլուխ անում ես, ասես խոհանոցից, բայց ես ցույց տվեցի մի քանի ուտեստներ վրացական հայկական, որ մի քիչ շատից գաղափար ունեմ, ասեցին դե անցի։ Չէ, լավ խոհար, եթե լավ խոհար ես, Ամերիկայում լավ վարձատրվում ես ու լավ տեղ են տալի։ Կներես, եթե գաղտնիք չի, լավ խոհարարը, նու արի լավ խոհարարի մասին չխոսանք, որտեղ լավ խոհարարը ստեղ է կարող է լավ վարձատրվի, Հայաստանում է շատ լավ խոհարար։ Եթե դու նորմալ խոհարար ես, եթե դու արդեն խոհարար ես, եթե դու աշխատում ես խոհանոցում որպես խոհարար, այսպես ասեմ, միջին աշխատավարձը Ամերիկայում ինչքան կլինի։ Մոտարապես 3-4,000 $3,000, բայց Ամերիկայի համար այդ քիչ չի։ Եթե խոսքը հետմա միջին, սկսնակ, միջին։ Եթե խոսենք սկսնակի մասին, իսկ միջև ուր կհասնի, միջև մի տարի, 2 տարի, 3 տարի, 5 տարի, լավ $15,000 կարող հասնի։ 10 տարվա աշխատանքային փորձով դու խոհարար ես, ենթադրենք, ինչքան կարող հասնի քո աշխատավարձը մոտորապես։ Ժամական միջև $50, $80 կարող հասնի։ $50-80, դե հասկանում ենք, ստեղի համար է։ Ստեղի համար ես ոչ հույս ես ոչ հնարավորություն ունեմ կարողանամ գնամ այնտեղ խոհարար աշխատեմ, որովհետև դժվար կլինի, ոչ էլ։ Բայց իսկ լավ խոհարարը սաղ տեղերն է։ Լավ խոհարարը, եթե լավ խոհարար ես, բայց բոլոր տեղերն է հեշտ է ընդունվել, եթե դու լավ խոհարար ես, հեշտ է ընդունվել Ամերիկայում աշխատելու։ Շատ։ Իսկ սևով ինչ նկատ ունես։ Սևով կամ առանց թուղթ, Հա, կարող է։ խոհանոցում աշխատես։ Մի քիչ դժվար, բայց օքեյ է։ Ոնց որ ստեղ, այսինքն, եթե դու սևով, եթե դու թուղթ Մի քիչ չունես, դժվար, բայց անհնարին չի, էլի։ հնարավոր է, այսինքն։ Հնարավոր է։ Լավ, ժողովուրդ ջան, հրաժան։ Մերսի շատ, կներես Գրիշա ջան։ Մերսի շատ։ Այք ժողովուրդ, ծովամթերքները դրված է արդեն։ Այս սրանք այք սրտի ձևով է դրել ես մեկը։ Որ սիրուն է, շատ կարևոր է նաև ձևավորումը, ժողովուրդ, երբ որ ես աշխատում էի խոհանոցում, մենակ համին չէին նայում, շատ կարևոր է նաև ձևավորումը, որովհետև պայեյան հիմնականում պայեյան ռեստորաններում ուտում են տուրիստները, մանավանդ սեզոնին, մանավանդ ծովի ափի ռեստորաններում ուտում են տուրիստները, դրա համար շատ կարևոր է նաև մի քիչ այդ շոուն, այդ գեղեցկությունը, այդ ամեն ինչը։ Օսկար, ¿cómo estás? Bien. Սա է Վալենսիանում հավով պայյանը, ու հավ և նապաստակի միս։ Համարյա հասնում ենք մեր պայյային։
Արում ենք սիրուն մի քիչ։ Հիմա գիտեք ինչ կա, միած sense հետաքրքիր բան կա, ոնց է խորովածը, չէ՞, հա։ Հայաստանում խորովածը ամեն մեկը մի ձև է, չէ՞, պատրաստում։ Նույնն էլ պայան։ Հիմա այս պայան, որ ստեղի իսպանացիները տենան կամ Վալենսիայի բնիկ բնակիչները, գիտեք ինչքան կրիտիկա բայց կանեն, շատ խոսան, շատ։ Ես sense պետքա չարվի, պետքա չխառնվի, պետքա ձեր չտվեցվի, պետքա sense անի, պետքա նենց անի, որովհետև ամեն մեկը իր ձևով է սարքում ժողովուրդ։ Ուֆ, գոլոշի կապեց։ Ամեն մեկը իր ձևով է պատրաստում, դրա համար էլ չկա ինչ-որ մի հատ ձև էլի, հետաքրքիր։ Բայց էսի որ կա Տեսեք արդեն Որոնք ես եմ շատ։ ես էլ էսի Ես չեմ կարող միջազգային։ Ես չի որ բաբշե չեմ Այսօր մեկ երկու հատ դրած ես։ այդ ձևի ես տեսեք, չգիտեմ ինչի մասին է խոսքը գնում, բայց Ինչա ոչ մելի սոկարը։ Մի ամանների մեջ է լցնում հերթով։ Ese es lo rato y eso que tiene es el lo que no es Սոկարը։ Voy a terminar de grabar. Վերջ, ժողովուրդ ջան, պայան պատրաստեցինք, ամեն ինչ լավ էր, ամեն ինչ համով էր շատ, վերջնական տեսքը տեսակ, ես միջև մեր վենեսուելացի խոհարարին տարատուն եկա, մարդիկ արդեն ոնց որ պայան կերել էին, վերջացրել էին, դա համար այդ պայերը չնկարեցի, բայց ես եկա կերա շատ համով էր ստացվել, շատ լավ էր ստացվել, որովհետև խոհարարը իրոք շատ ուժեղ խոհարար էր, ու այնտեղ մենք ունենք երկու խոհարար, եթե հիշում եք Գրիշան, որ Ամերիկայից էր եկել, հայ խոհարարը, ու Օսկարը, որ հենց բում պատրաստողը պայայի, Օսկարը պատրաստեց, Գրիշան գնահատեց, շատ գոհ էր, ամեն ինչ լավ էր, իսկ եթե այդ մակարդակի խոհարարը գոհ է լինում, ուրեմն ես ով եմ, որ գոհ չլինեմ։ Ես սոված էի, ինչ էլ որ ուտեի, պետք է ասեի լավն է, ու իրոք շատ լավն էր, շատ լավ պայա էր, եւ ծովամթերքներով եւ հավով պատրաստված պայան, իմիջիայլոց այդ հավով պատրաստված պայան, չգիտես ինչի հայերս մենք ավելի շատ ենք սիրում, երևի մեր քիմքին ավելի մոտ է այդ հավը, ծովամթերքները մեզ մի քիչ ավելի օտար է, չէ՞։ Չգիտեմ, կարող է ավելի շատ կերել ենք ավելի համով պատրաստված հավով պայաներ, չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց մենք հայերս, ինչքան ես հանդիպել եմ հայերի, միշտ հայերը սիրում են հավով պատրաստված պայա, այսինքն Վալենսիանում հավով, այնտեղ լոբիով, մի խոսքով։ Կարող է թվա ժողովուրդ, ես մի բան ասեմ, կարող է թվա պայան ընդամենը բրնձով փլավ, որտեղ նոր որ գալիս ենք ու մեզ առաջարկում են այստեղ պայա կամ երբ որ նոր հյուրեր են գալի ու մենք իրանց պայա ենք առաջարկում, ասես մի տեսակ վիրավորական անջում, որ ասում է, եկել ասել ենք այստեղ մեզ բրնձով փլավ եք առաջարկում, բայց պայայի մեջ բրինձը ուրիշ համ է ստանում, մի ուրիշ բան է դառնում, ես չգիտեմ, չեմ կարա ասեմ, մինչև չփորձեք ինքներդ չտենաք։ Մի խոսքով շատ լավ էր ամեն ինչ, շատ գոհ ենք, մեր հյուրերը շատ գոհ էին, իսկ մեր համար ամենակարևորը էդ էր, որովհետև ամեն ինչ կազմակերպված էր իրանց համար։ Այսօր այսքանը, հույսով ենք հաջորդ անգամ էլ կգան, մի ուրիշ բան կպատրաստենք, մի ուրիշ վիդեո կանենք, բայց պայայի վիդեոն այսօր այսքանը ժողովուրդ ջան։ Լավ եղեք, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ անգամ։